շուրջ մի ամիս կլինի։ Ես լսեցի, որ այնտեղ իբր թե առանձին երիտասարդներ իրենց նախաձեռնությամբ ուզում են այդ մետաղյա խաչը տեղադրեն։ Ես այնտեղ խիստ ըմբոստացա, ոչ թե խաչի դեմ, հետագայում դա շրջեցին հասարակության մեջ տարածեցին, թե ես խաչի գաղափարը դեմ եմ, բայց իրականում դա խաչի հետ ընդհանրություն չուներ, ուղղակի ես ուզում եի, որ ցանկացած շինություն, ցանկացած ինչ-որ բան, եթե մեր վարչական տարածքում արվում է, օրենքի տառ պահելով դի համապատասխան քայլերից հետո միայն դա արվի։ Շնորհեցի երիտասարդները Կայծոնբերդի տարածքում մետաղական խաչ տեղադրելու իրենց մտադրության վերաբերյալ դիմել են գյուղապետին, բայց ավելի շատ տեղեկացնելու ոչ թե թույլտվություն վերցնելու նպատակով։ Գյուղապետ Հովիկ Սահակյանը պատմում է, որ մինչ մի քանի երիտասարդներ իր հետ զրուցելիս են եղել այս թեմայով, մեկ այլ խումբ արդեն հասցրել է խաչը տեղադրել Բերդի բարձունքում։ Հետո այդ երիտասարդները, որ եկան, իրանց բացատրեցի, որ դա նախտի ավականու որոշում լինի, տեղ հատկացվի, նոր դուք այդ իրավունքը ունենաք, հնարավորություն ունենաք ձեր ծրագրերը իրականացնել։ Մենք ունենք մի մատուռ այն բարձունքի վրա, որ գյուղի վրա ասենց իշխող դիրք ունի։ Ասեցի, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այդ խաչի հետ ուզում եք տեղադրեք, այնտեղ բերեք համապատասխան քայլեր անելուց հետո այդ տարածքը հատկացնենք, տարեք այդ խաչի ղաշա կոչվում կագրած, այնտեղ տեղադրենք։ Գյուղի երիտասարդներն այլ կարծիք լսել չեն ցանկացել ու մետաղական խաչը կանգնեցրել են այնտեղում, որտեղ իրենք են ուզել։ Գյուղապետ Հովիկ Սահակյանը ստիպված է եղել իրավապահ մարմիններին դիմելու, սակայն անօգուտ, որովհետև խաչն արդեն իսկ ամրացված է եղել ու այնտեղից պոկելն ու դեն նետելը գյուղապետը հակաքրիստոնեական է համարում։ Ես էլ հետագա քայլերի ճիշտ ասած չգնացի, մտածելով, որ ժողովրդի մեջ թյուր Այդ էլ միտումնավոր տարածում են, թե ես իբր խաչ դնելու գաղափարին եմ դեմ։ Առանձին անհատներ չարաշահում են այդ խաչի գաղափարը ու կամայական բաներ են անում, որը իմ կարծիքով անթույլատրելի է։ Հովիկ Սահակյանն ասում է նաև, որ դեռ տարիներ առաջ են քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի հետ որոշել այս հատվածում Քրիստոսի արձան կանգնեցնել, սակայն հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն իրագործելը հետաձգվում է։ Բացի այդ, Կայծոնբերդը պատմամշակութային արժեք է ու այս տարածքում որևէ բան անել առանց պատկան մարմինների թույլտվության առնվազն անմտություն է, հավելում է գյուղապետը։ Ես ինչքան գիտեմ, դա անձնական նախաձեռնություն է, ասկի մեր գյուղական իշխանությունները տեղակել չեն։ Չեմ էլ տեսել, ես ձեզ պարզ ասեմ, իրոք չեմ տեսել, միգուցե գեղեցիկ է, միգուցե գեղեցիկ չի, չգիտեմ, բայց այդպեսի բաներ տեղադրելու համար ինչ է կատարում։ Մի հատ խորհուրդ լինի, մի հատ մասնագիտական վերլուծություն։ Կառուցում են այն բաները, որ ոչ մեկը ժողովրդի համար, որ վեկեր մի փուչուր առողջություն, մի փուչուր հաջողություն, մի փուչուր աշխատանք Ինչ կառուցում, բոլոր բաները շլու բաների է։ Մենակ շնողը չի, որ գնաց կա, այդ ոնց է շնողինը ընկավ ժողովրդի վերան, որ չի կարելի տեսնել, կարելի է լավ էլ արել են։ Մետաղական խաչը պատմամշակութային կամ մեկ այլ տարածքում լինելու հանգամանքը շնողեցիներին կարծես չի էլ մտահոգում, ինչ որ մարդկանց բարի ցանկություն է ու վերջ։ Կայծոնբերդին մոտ գտնվող տների բնակիչներն էլ այլ բանի համար են մտահոգվում։ Խաչը տեղադրելուց հետո երիտասարդների հոսքն այստեղ մեծացել է։ Գալիս են երեկոյան ժամերին խմբերով, շատ դեպքերում ալկոհոլի ազդեցության տակ բարձր երաժշտություն են միացնում ու մինչև ուշ գիշեր խանգարում մարդկանց անդորը։ Շատ դեպքերում էլ խրախճանքն ավարտում են վիճաբանությամբ ու կռիվներով։ Պարզապես հիմա խաչը օգտագործվում է ոչ թե խաչ, այլ սպիրտային այդ խմիչքներն են բերում, բուտլկաներն են բերում, естественно, խմած մարդը պետք է մենակ կռիվ անի, կռիվներ են անում, հայհոյում են, մուզիկան դնում են, այ որտեղ որ դուք մեքենան կանգնացել եք, մուզիկան այնտեղ միացնում են, որ այստեղ մուզիկա լսվի։ Естественно, դիմացի մարդիկ հանգիստ քնելու հնարավորություն էլ չունեն։ Այդ հուշարձանները ոչ միայն մերն է, հայրինս է, այլ նաև համամարտկային արժեք է ներկայացնում եւ ցանկալի է, որ իրենք համապատասխան թույլտվություն ունենան։ Իսկ մնացած վայրերում լեռների գլխին դուք շատ կնկատեք խաչքարեր կամ խաչեր մետաղյա, լավ է որ դնում են, դա արտահայտում է մարդկանց հավատքը եւ ցանկալի է որպեսզի այդ տեղերը մարդկանց համար, քրիստոնյաների համար դառնան ուխտատեղի, ոչ թե զվարճանքի, գինարբուքի, քեֆի, որովհետեւ խաչի մոտ ապարել, խաչի մոտ ուտել, խմել, հարբել եւ այլն մնացած բաները անշուշտ անպատվաբեր է, սազական չէ հայ քրիստոնյային եւ անարգում է նաեւ խաչը։
Շնողեցիների համար այս տարածքը միշտ էլ աղոթատեղի է եղել, ասում են գյուղացիները, հատկապես որ այստեղ 13-րդ դարի խաչքար կա տեղադրված։ Միշտ այցելել են այստեղ նաև հոգ տարել տարածքի պահպանության մասին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչ այստեղ է նաև մետաղական խաչը, ավելի շատ մարդիկ են գալիս նաև այլ տեղերից, հիանում լուսանկարվում։ Խաչին դեմ ոչինչ չունենք, դեմ ենք անկարգություններին, հավելում են գյուղացիներն ու հորդորում գյուղապետին հսկողություն սահմանել այս տարածքում։ Իսկ այս տարածքը պատմամշակութային արժեքի, տվյալ դեպքում բազմադարյան խաչքարի պահպանության գոտի է համարվում։ Մետաղական խաչքարը թեև դուրս է այդ գոտուց, բայց նույն տարածքում է ու այն տեղադրելու համար համապատասխան թույլտվություն ունենալը պարտադիր է։ Մեծ հետ հեռախոսազրույցում ասաց պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Էմիլ Այբեկյանը։ Տաթևիկ Ճուղուրյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։